Բարև ձեզ ազգային ժողովի հարգարժան փոխնախագահներ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու գործընթացի շրջանակներում ձեզ եմ ներկայացնում հայեցակարգային այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց իրացումն իմ համոզմամբ հնարավորություն կտա առավել բարձրացնել իրավունքների պաշտպանության վիճակը մեր երկրում եւ դրա հետ կապված նաեւ օմբուդսմենի ինստիտուտի հեղինակությունն ու աշխատանքի արդյունավետությունը։ Միջև ելույթը սկսելը ուզում եմ շնորհակալություն հայտնել ազգային ժողովի խմբակցություններին պետաիրավական հարցերի հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումներից հետո կազմակերպած հանդիպումների համար, որովհետև դրանք օգտակար էին թե պատգամավորների մտահոգությունները լսելու, մտահոգող խնդիրները պատկերացնելու, թե մարդու իրավունքների պաշտպանի գործունեության տեսլականը ամբողջացնելու տեսանկյունից։ Հիմա անցնեմ խոսքս ներկայացնելուն։ Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության բարձր առաքելությունը յուրաքանչյուր պետության ամենազգայուն եւ դրանով հանդերձ կարևորագույն ոլորտներից է։ Այն կարող է անմիջական ազդեցություն ունենալ ինչպես երկրի զարգացման, այնպես էլ յուրաքանչյուր անձի պաշտպանվածության վրա։ Իրավունքների պաշտպանության ուղղված գործունեությունը լի է մարտահրավերներով, որոնք անընդհատ փոփոխվում են եւ հաղթահարման համար յուրաքանչյուր դեպքում պահանջում նոր մոտեցումներ։ Հայաստանի Հանրապետությունում իրավապաշտպան գործունեությունը եւ դրանում մարդու իրավունքների պաշտպանի դերը նորովի արժեվորվեցին 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով։ Մի կողմից բարձրացվեց այդ մարմնի նշանակությունը երկրի իրավական համակարգի կատարելագործման հարցում, մյուս կողմից արձանագրվեց մարդու իրավունքների պաշտպանին դիմելու յուրաքանչյուր անձի բացարձակ իրավունքը։ Սա է եվրոպական արժեհամակարգի վրա հիմնված ժամանակակից այն մոտեցումը, որը դրված է Հայաստանի Հանրապետության իրավապաշտպան համակարգի զարգացման հիմքում։ Նշածս մոտեցումն առավել քան օրինաչափ է։ Իրավապաշտպան քաղաքակիրթ պահանջները մեծ ծանրություն են դնում պետությունների վրա։ Համաձայն նոր ձևավորված համաեվրոպական սկզբունքների, պետություններն իրենք պետք է հնարավոր ամեն ինչ գործադրեն, որպեսզի յուրաքանչյուր ոք իրեն լիարժեք պաշտպանված զգա սեփական երկրում։ Ըստ այդմ օմբուդսմենի ինստիտուտին վերապահվում է հատուկ նշանակություն, որպես իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համակարգի ինքնուրույն մասնակցի։ Այսքանով հանդերձ համոզված եմ, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է ընկալվի ոչ թե որպես պետությունից օտարացած եւ հենց այդ նույն մղումով պետության դեմ պայքարի դուրս եկած մարմին, այլ այնպիսի սուբյեկտ, որը լրացնելով պետական ինստիտուտների համակարգը եւ վեր լինելով գերատեսչական որևէ շահից կոչված է նպաստելու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի ուժեղացմանը։ Ցավոք, մեր երկրում այսօր շարունակում են չլուծված մնալ զգալի թվով այնպիսի խնդիրներ, որոնք պատճառ են դառնում իրավունքների կամ ազատությունների բազմաթիվ խախտումների։ Օրինակ, համակարգային վերափոխման կարիք ունի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման իրավական մեխանիզմը դատապարտյալին այդ գործընթացի կարևոր մասնակիցը դարձնելու եւ այդ նպատակի համար նրան անհրաժեշտ իրավունքներ վերապահելու միջոցով։ Ներդրված չէ ազատությունից զրկման վայրերում պահվող անձանց վարքագծի նկատմամբ անհատական եւ ռիսկային գնահատման մոտեցումը։ Մտահոգիչ է այն, որ օրինակ փակ հաստատություններում պահվող անձինք հակառակ եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի զրկված են իրենց նկատմամբ կարգապահական տույժերի կիրառության ու այդ տույժերի բողոքարկման ընթացքում արդար դատաքննության իրավունքի երաշխիքներից։ Օրինակ լսվելու իրավունքը մինչև տույժի կիրառումը, իրավաբանական օգնություն ստանալը եւ այլն։ Մինչ օրս օրենսդրական ամրագրում չունի ապաստան հայցողների հնարավորությունը ստանալու անվճար իրավաբանական օգնություն, չնայած միջազգային չափանիշներին։ Հարգելի պատգամավորներ, ակնհայտ է, որ իրավունքների պաշտպանության հարցում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է քրտնաջան եւ համագործակցված աշխատանք իրավական համակարգի բոլոր մասնակիցների հետ։ Միջազգային պահանջներով օմբուդսմենին վերապահված հատուկ դերակատարության պայմաններում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ աշխատանքը երաշխավորող առաջնահերթ գործոն եմ համարում սահմանադրությամբ նրան ընձեռված գործառույթների շրջանակը։ Այն պետք է զարգացում ստանա սահմանադրական օրենքի մակարդակով եւ ի թիվս այլնի ներառում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը հետևելը, խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը նպաստելը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը նպաստելը։ Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական այս գործառույթները վկայում են, որ այդ ինստիտուտի իրավապաշտպան գործունեությունը պետք է խարսխված լինի երկու հիմնարար ուղղության վրա։
Առաջինն իհարկե իրավունքների եւ ազատությունների պահպանմանը հետևելը, իսկ խախտման դեպքում դրանց վերականգնմանը նպաստելն է անհատական բողոքների քննարկման միջոցով։ Սա ենթադրում է քաղաքացիների հետ մշտական անհատական աշխատանք, նպատակ ունենալով ճիշտ նախանշել բողոքում բերված հարցերի լուծման ուղիները։ Երկրորդ հիմնարար ուղղությունը մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելիչ գործունեությունն է։ Այն պետք է իրացվի մոնիտորինգային պարբերական այցելությունների, այդ այցելությունների ընթացքում վերհանված խնդիրների լուծման ուղղված առաջարկներ ներկայացնելու եւ այդ առաջարկների իրացմանը նպաստելու միջոցով։ Ընդ որում սա շատ հաճախ ներառում է նաեւ աշխատանք անհատական քաղաքացիների հետ։ Գործունեության այս երկու ուղղությունները չեն կարող առանց մեկը մյուսի գոյություն ունենալ։ Դրանք պետք է լրացնեն իրար։ Միայն այդ ուղղությունների զուգակցված իրականացումը կարող է հնարավորություն տալ հասնելու իրական արդյունքի, նպատակ ունենալով բացառել պետական եւ տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների խախտման դեպքերն հետագայում։ Կասկածից վեր է, որ մարդու իրավունքների պաշտպանը, որպես պետական պաշտոնատար անձ, պետք է պահպանի բացարձակ անաչառություն եւ իր գործառույթներն իրականացնի արդարության ու հավասարության պայմաններում։ Հավասար վերաբերմունքը սակայն չի նշանակում, թե կարող են ուշադրությունից վրիպել հասարակության առանձին խմբերի իրավունքների իրականացման հարցերը եւ այդ նպատակի համար անհրաժեշտ մասնագիտացումը։ Խոսքս վերաբերում է օրինակ փախստականների եւ ապաստան հայցողների կամ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը, կարևոր է կրթական իրավունքների, զինվորական ծառայողների, ազատությունից որևէ կերպ զրկված անձանց իրավունքների ապահովումը եւ այլն։ Վստահ եմ, որ մասնագիտացված մոտեցումը կօգնի ճիշտ հասկանալու թվարկածս խմբերի յուրաքանչյուրի հատուկ կարիքները եւ անհատական մոտեցման պայմաններում նպաստել նրանց բարձրացրած հարցերի լուծմանը։ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի պատմության մեջ առաջին անգամ սահմանադրական մակարդակով ամրագրվեց մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը հետևելու կազմակերպությունների կողմից իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, իսկ խախտվելու դեպքում նպաստելու դրանց վերականգնմանը։ Այս նոր գործառույթը ամրագրվել է հիմքում ունենալով միջազգային իրավաբանության վերջին զարգացումները։ Այն կարող է ներառել օրինակ հանրային կամ մասնավոր ոլորտի կազմակերպությունների կողմից սպառողների իրավունքների խախտման կամ միջազգային տերմինաբանությամբ արտահայտված մասնավոր բյուրոկրատական քաշքշուկներից պաշտպանության հարցեր։ Ուզում եմ շեշտել, որ մարդու իրավունքների պաշտպանն իր առջև դրված խնդիրները պետք է իրականացնի անկախ որևէ կողմնորոշումից։ Ընդ որում, պաշտպանը պետք է ոչ միայն ինքը բացառի քաղաքական կամ որևէ այլ կողմնորոշման պայմանավորված կանխակալ ցանկացած մոտեցում, այլ նաև այդպիսի կողմնորոշումների վտանգից զերծ պահի սեփական աշխատակազմը։ Իրավապաշտպան գործունեությունը պահանջում է արդարացի եւ անաչառ վերաբերմունք իրավունքի խախտման ցանկացած դեպքի նկատմամբ։ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի հետևողական։ Պետական յուրաքանչյուր մարմին կամ պաշտոնատար անձ պետք է գիտակցի, որ պաշտպանի կողմից դինելու է բացարձակ անհանդուրժողական վերաբերմունք իրավունքի խախտման ցանկացած դեպքի նկատմամբ։ Նման մոտեցումը համարում եմ օմբուդսմենի հեղինակությունը պայմանավորող կարևոր գործոն։ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևոր սկզբունք է հաշվետվողականությունը։ Սա ենթադրում է հետադարձ կապի հաստատում քաղաքացիական հասարակության եւ դրա ինստիտուտների, ինչպես նաեւ խորհրդարանի հետ։ Այս ամենով հանդերձ պաշտպանը եւ նրա աշխատակազմը պետք է մատչելի լինեն յուրաքանչյուրի համար։ Այստեղ չեմ կարող չնշել մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանումների զարգացման անհրաժեշտությունը, որպիսի գործընթացը սկսվել է դեռ 2010 թվականից։ Կարծում եմ, օրենսդրական նոր կարգավորումների միջոցով պետք է բարձրացնել այդ ստորաբաժանումների դերը, նրանց վերապահելով ինքնուրույնության այնպիսի աստիճան, որը բավարար կլինի տեղում իրավունքների ոտնահարման դեպքերին արագ արձագանքելու, առաջ եկած խնդիրների իրավական լուծումները գտնելու համար։ Քաղաքացու վստահության եւ հետեւաբար նաեւ արդյունավետ աշխատանքի երաշխիք է անհապաղ արձագանքը իրավունքի կամ ազատության խախտման ցանկացած դեպքին։ Տարիներ շարունակ դա իրականացվել է մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման ծառայության միջոցով։ Ինքս լինելով այդ ծառայության ստեղծման ակունքներում ամբողջությամբ գիտակցում եմ դրա կարևորությունը եւ կարծում եմ անհրաժեշտ է ավելի զարգացնել այդ ստորաբաժանման կարողություններն ու առավել հստակեցնել գործունեության սկզբունքները։
Մարդու իրավունքների պաշտպանի բնորոշ խստությամբ հանդերձ նրա քննադատությունները չպետք է լինեն ինքնանպատակ։ Դրանք պետք է ունենան իրավաբանական փաստարկման բարձր աստիճան եւ պարունակեն վերհանված խնդիրների լուծման կոնկրետ առաջարկներ։ Առանձնակի կարևորություն ունի մշտական երկխոսության եւ համագործակցության սկզբունքների համադրմամբ տարվելիք աշխատանքը։ Ուստի անչափ կարևոր է երկկողմ կապի ստեղծումը բոլոր գործընկերների հետ։ Նման գործունեության համար իմ կարծիքով առկա են անհրաժեշտ բոլոր սահմանադրական երաշխիքները։ Մասնավորապես ամրագրելով պաշտպանի անկախությունը, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն արձանագրում է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին։ Եվ իհարկե մարդու իրավունքների պաշտպանի հեղինակության կարևորագույն երաշխիք է նրա ընտրվելը երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմնի կողմից։ Հարգելի падգամավորներ, անդրադառնալով համագործակցությանը հիմնական գործընկերների հետ, նախ եւ առաջ պետք է կարևորեմ աշխատանքը քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ։ Իրավունքի պաշտպանության սահմանադրական առաքելությունն իրականացնելիս մարդու իրավունքների պաշտպանը պետք է ինքը խթանի տարբեր ոլորտի հասարակական կազմակերպությունների ակտիվ աշխատանքը, լինելով հաճախ կապող օղակ քաղաքացիական հասարակության եւ պետության ինստիտուտների միջև։ Այստեղ կարող են լինել համագործակցության տարբեր ճկուն ձևաչափեր, օրինակ ներգրավումը պաշտպանին առընթեր խորհուրդներում կամ մոնիթորինգային համատեղ դիտարկումների իրականացումը։ Քաղաքացիական հասարակության հետ միասին առաջնահերթ կարևորություն ունի մարդու իրավունքների պաշտպանի համագործակցությունը խորհրդարանի հետ վերջինիս վերահսկողական գործառույթներին համապատասխան։ Կարող է տպավորություն ստեղծվել, թե ազգային ժողովի հետ աշխատանքը միայն ենթադրում է լիագումար նիստերի ընթացքում արդեն իսկ կազմված եւ հրապարակված տարեկան զեկույցների քննարկում։ Իմ պատկերացմամբ իրականում խորհրդարանում զեկույցի կամ ինչպես սահմանադրական կարգավորումներն են ամրագրում տարեկան հաղորդման քննարկումը պետք է նպատակ հետապնդի խորհրդարանին ներկայացնել յուրաքանչյուր տարվա ընթացքում համատեղ քննարկված խնդիրները, կապված ինչպես մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի, այնպես էլ այդ տեսանկյունից առաջարկվող լուծումների հետ։ Սա իր հերթին պետք է ենթադրի պարբերական մասնագիտական աշխատանք ինչպես խորհրդարանական հանձնաժողովներում, այնպես էլ առանձին падգամավորների հետ։ Կարծում եմ, այսպիսի մոտեցումը հնարավորություն կտա մտահոգող հարցերին ցուցաբերել անհատականացված մոտեցում եւ համատեղ ջանքերով գտնել դրանց համար անհրաժեշտ լուծումներ։ Առանձնակի նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանի համագործակցությունը դատական իշխանության հետ։ Լինելով իրավական նորմերի սահմանադրականության վերացական վերահսկողության ինքնուրույն սուբյեկտ, մարդու իրավունքների պաշտպանը պետք է ակտիվ գործունեությամբ նպաստի այն իրավական ակտերի բացառմանը, որոնք հակասում են սահմանադրությանը կամ վտանգավոր են մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավորման տեսանկյունից։ Այս առումով անհրաժեշտ է առավել զարգացնել պրակտիկան, որ տարիների ընթացքում ձևավորվել է մարդու իրավունքների պաշտպանների սահմանադրական դատարանի հետ ակտիվ աշխատանքի շնորհիվ։ Մշտապես բարձրացվում եւ քննարկման առարկա է դառնում հարցն այն մասին, թե ի վերջո որն է մարդու իրավունքների պաշտպանի դերը ընդհանուր իրավասության դատարանների գործունեության ոլորտում։ Գիտակցելով արդարադատության իրականացմանը չմիջամտելու սահմանադրական արգելքը, մարդու իրավունքների պաշտպանն այստեղ այդուամենայնիվ պետք է ունենա որոշակի դերակատարություն։ Օրինակ, գործունեության այդպիսի ուղղություն կարող են լինել դատական համապատասխան նիստերի դիտարկումները Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին համապատասխանության տեսանկյունից արդար դատաքննության իրավունքի համակարգային խախտումները վերհանելու եւ դրանք վերացնելու համար առաջարկներ ձևավորելու նպատակով։ Մեկ այլ օրինակ կարող է լինել անհատական բողոքների հիման վրա այն գործերի ուսումնասիրությունը, որոնցով կայացվել են վերջնական դատական ակտեր։ Անձի իրավունքների առավել արագ վերականգնմանը նպաստելու տեսակետից կարևոր նշանակություն ունի աշխատանքը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Հատկապես պետք է ցուցաբերել հետևողականություն այն խնդիրների լուծման նկատմամբ, որ առաջ են քաշվում անհատական բողոքներում։ Պետք է ակտիվորեն օգտագործել օրենքով պաշտպանին ընձեռված բոլոր հնարավորությունները։ Այստեղ նկատի ունեմ օրինակ առանձին բողոքների քննարկման ընթացքում իրավասու մարմիններին փորձագիտական հետազոտություններ իրականացնելու, մասնագիտական եզրակացություններ ներկայացնելու հանձնարարություններ տալը։ Առանցքային եմ համարում աշխատանքն իրավապահ մարմինների հետ։
Իրավապահպան գործունեությունն ինքնին ուղղված լինելով հանրության համար վտանգ ներկայացնող ոտնձգությունների դեմ պայքարին, այդուհանդերձ չպետք է ստիպի մոռանալ մասնավոր շահերի մասին։ Գաղտնիք չէ, որ հենց այստեղ են իրավունքների եւ ազատությունների խախտման հիմնական վտանգները, ուստի համոզված եմ, մարդու իրավունքների պաշտպանը ոչ միայն պետք է նպաստի իրավունքների խախտումների բացառմանն այս ոլորտում, այլ նաեւ պետք է ձևավորի իրավապահ մարմինների հետ կառուցողական աշխատանքի սկզբունքներ։ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը չի կարող լինել միակողմանի։ Այն պետք է ուղղված լինի նաև պետական հաստատությունների ինստիտուցիոնալ եւ կազմակերպական կարողությունների ամրապնդմանը։ Իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ դրա համար պատասխանատու մարմինների պաշտոնատար անձինք, ասենք քրեակատարողական հիմնարկների ծառայողներն ունեն իրավագիտակցության եւ մտածելակերպի անհրաժեշտ մակարդակ, ապահովված են բավարար նյութատեխնիկական պայմաններով եւ սոցիալական երաշխիքներով։ Ուստի պետք է քայլեր ձեռնարկել նաև այդ մարմինների կարողությունների ամրապնդման, նրանց ծառայողների աշխատանքի պայմանների բարելավմանը նպաստելու ուղղությամբ։ Կարևոր է նաև մարդու իրավունքների պաշտպանի համագործակցությունը փաստաբանների պալատի եւ ընդհանրապես փաստաբանական համայնքի հետ։ Փաստաբանները լինելով իրենց գործի պրոֆեսիոնալները կարող են ճշգրիտ կողմնորոշել դիմումատուներին, ինչպես նաև լինել հուսալի գործընկեր ոլորտի խնդիրները վեր հանելու եւ դրանց լուծմանը հասնելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր գործընկեր են իհարկե լրատվական գործունեություն իրականացնող անձինք եւ լրագրողները։ Սա է պահանջում թափանցիկ աշխատանքի հիմնարար սկզբունքը, իհարկե կոնկրետ բողոքների դեպքում չխախտելով օրենքով պահանջվող գաղտնիությունը։ Առանցքային եմ համարում լրագրողների օգնությամբ երկրի քաղաքացիներին մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակի հարցերի լուծման իրավական հնարավորությունների մասին ճիշտ տեղեկությունների մատուցումը։ Լրատվության բոլոր միջոցների հետ հավասարակշռված համագործակցությունն է, որ կարող է համատեղ արդյունքներ արձանագրելու կարևոր երաշխիք դառնալ։ Դա կարելի է անել, օրինակ, ուսուցողական բնույթի քննարկումներ կազմակերպելու կամ ասենք հանրային իրազեկման ծրագրեր համատեղ իրականացնելու միջոցով։ Վերջապես, ուզում եմ անդրադառնալ մարդու իրավունքների պաշտպանի համագործակցությանը միջազգային կազմակերպությունների եւ այլ երկրների օմբուդսմենական հաստատությունների հետ։ Համոզված եմ, որ այս ոլորտի ակտիվ աշխատանքը լրջորեն կնպաստի մեր երկրի իրավական համակարգում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների առավել ամբողջական ներդրմանը։ Հարգելի գործընկերներ, լինելով միջազգային ինտեգրացիոն գործընթացների մասնակից, վստահ եմ, պաշտպանը ոչ թե պետք է հանդես գա միջազգային կառույցների գնահատականները մեջբերողի կամ դրանք պարզապես վերարտադրողի դերում, այլ պետք է լինի այդ կառույցների կողմից քաղաքականության մշակման անմիջական մասնակիցը, իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների անմիջական ձևավորողը։ Ամփոփելով խոսքս, ուզում եմ հավաստիացնել, որ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու դեպքում օժտված լինելով անկախության սահմանադրական երաշխիքներով եւ կրելով խորհրդարանական իրավապաշտպանի բարձր կոչումը իմ կողմից կգործադրվի մեր երկրում իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված հնարավոր ամեն ջանք, հիմքում ունենալով իհարկե մարդու իրավունքների պաշտպանի իրավական կարգավիճակի պահանջները։ Շնորհակալություն ուշադրության համար։